Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Աղվես եղբոր և նրա ընտանիքի վերջը։ Այն ժամանակ, երբ Ճագար եղբայրն ու Աղվես եղբայրը միևնույն գյուղում էին ապրում, մի մեծ երաշտ եղավ։ Եղանակը շատ տաք էր, տաք քամի էր փչում, տերևներն ու ծառերը այրվում, մոխրանում էին, անգամ գետինը վառվում էր։ Բոլոր բույսերն ու բանջարեղենները չորացան, բերքը այրվեց հուրհրացող արևից։ Դա շատ մեծ աղետ էր, կենդանիները չգիտեին ինչ անել։ Այս ու այն կողմ էին վազում, ոչ մի օգուտ։ Չէ՞ որ անձրև չէր գալիս, նույնիսկ գետն էր չորացել։ Նրանք չգիտեին, թե որտեղից հաց ճարեն։ Հենց այս երաշտի օրերին Աղվես եղբայրը հանդիպեց Ճագար եղբորը։ Նայեց Ճագար եղբոր վրա, ագահ ու քաղցած աչքերով, բայց չփորձեց բռնել նրան։ Դե գիտեր, որ Ճագար եղբայրը շատ խելոք մարդ է։ Գուցե Ճագար եղբայրը մի խորհուրդ կտա, թե որտեղից հաց ճարեն, մտածեց նա։ Մոտեցավ Ճագար եղբորը ու հարցրեց. Ճագար եղբայր, հաց որտեղից պետք է ճարենք։ Ճագար եղբայրը գլուխ տվեց, ասաց. Վախենում եմ, թե հաց պետք է ճարենք այնտեղից, որտեղը կոչվում է ոչ մի տեղ։ Սա նրա առաջին ու վերջին կատակն էր այդ օրը։ Տեսավ, որ Աղվես եղբոր տրամադրությունը ընկած է։ Մտածեց ու ասաց. Միայն մի բան կարող ենք անել։ Մեր երեխաներին ու կանանց պետք է քաղաք տանենք։ Ծախենք, հացի տանք։ Աղվես եղբայրը մի քիչ մտածեց, հետո որոշեց, որ իր կյանքը իր համար կնոջ ու երեխաների կյանքից ավելի թանկ է, ու ասաց. Շատ լավ, Ճագար եղբայր, դու քո ընտանիքը վերցրու, ես էլ իմը կվերցնեմ, տանենք շուկա։ Այդ ճիշտ կլինի։ Բայց Ճագար եղբայրը ուրիշ բան էր մտածում։ Նա իհարկե չէր ուզում վաճառել իր կնոջն ու երեխաներին։ Միայն ուզում էր գյուղը փրկել Աղվես եղբորից ու նրա ընտանիքից։ Չէ՞ որ աղետի ժամանակ նրանք շատ վտանգավոր կարող էին լինել։ Այո, ես էլ եմ կարծում, որ այդպես ճիշտ կլինի, ասաց նա։ Բայց ես աղքատ մարդ եմ, Աղվես եղբայր, ոչ ձի ունեմ, ոչ սայլ։ Ինչպես անեմ։ Վնաս չունի, իմ սայլով կգնանք, Ճագար եղբայր, ասաց Աղվես եղբայրը։ Նրանք որոշեցին հանդիպել հաջորդ առավոտյան, ճանապարհների խաչմերուկում։ Աղվես եղբայրն ասաց. Ես կբռնեմ կնոջս ու երեխաներիս, պինդ թելով կկապեմ։ Իհարկե, ասաց Ճագար եղբայրը, ես էլ նույնը պիտի անեմ։ Առավոտյան Աղվես եղբայրը սուլելով եկավ խաչմերուկի վրա կանգնեց ու գոռաց. Բարի լույս։ Ճագար եղբայրն արդեն սպասում էր թփերի մեջ ու պատասխանեց նրան. Բարի լույս։ Աղվես եղբայրը նստել էր կառապանի տեղը, կինն ու երեխաները սայլի մեջ։ Ճագար եղբայրը տեղավորեց իր ընտանիքը սայլի հետևի մասում ու ասաց. Լավ կլինի ես այստեղ նստեմ, մինչև որ նրանք կընտելանան շրջապատին։ Աղվես եղբայրը թափ տվեց մտրակը ու քաղաքի ճամփան բռնեցին։ Մեկ-մեկ Աղվես եղբայրը գոռում էր. Այդտեղ ամեն ինչ կարգին է, Ճագար եղբայր։ Ամեն ինչ, Աղվես եղբայր։ Բայց դու մի ասի, Ճագար եղբայրը
նստել իր կնոջ ու երեխաների ձեռքերն էր արձակում։ 7 երեխա ուներ, 7-ին էլ արձակեց։ Արձակեց, բրծավ, տեղը փոխեց, եկավ Աղվես եղբոր կողքին նստեց։ Խոսք բացարեց անցած գնացած օրերի մասին, կատակներ արեց։ Հետո խոսեցին շուկայի, բերքի մասին, թե ինչքան լավ կլինի, եթե հաց ճարեն։ Այդ ժամանակ ճագար եղբոր երեխաներից մեկը վեր կացավ, դուրս ցատկեց սայլից, եկավ մոտ ու տեսավ պառավ Աղվես քույրիկը սայլի մեջ պառկած ու երգեց նրա համար։ 7-ից հանած 1 չի անի 11։ Աղվես եղբայրը գլխի չընկավ, թե ինչ էր իր կինն ուզում ասել։ Ոտքով բզեց նրան ու պատվիրեց հանգիստ մնալ։ Մի քիչ էլ անց մի ուրիշը դուրս ցատկեց։ Աղվես քույրիկն ասաց. 6-ից որ 1 հանեն, ոտքով ինձ քիչ կխփեն։ Աղվես եղբայրը նրան ականջ չարեց, շարունակեց զրույցը ճագար եղբոր հետ։ Մինչ այսպես զրուցում էին, ճագար եղբոր երեխաները մեկը մյուսի հետևից դուրս էին ցատկում։ Ամեն մեկի ցատկելու ժամանակ Աղվես քույրիկը մի բան էր ասում։ Ահա թե ինչ ասաց. 5-ից որ 1 հանեն, 4-ը դեռ կենդանի են, 4-ից որ 1 գնա, միայն 3 կմնա, 3-ից որ 1 հանեն, 2-ը նրանք էլ ազատ են, 2-ից էլ որ 1 ծլկի, գործին շուտով վերջ կտրվի, 1-ից էլ որ 1 գնա, այլևս բան չի մնա։ Մի քիչ անց Աղվես եղբայրը շուրջը նայեց, ճագար եղբոր ընտանիքից ոչ ոքի չտեսավ։ Գոռաց. «Հեյ, սա ինչ բան է»։ Հետո ասաց. «Ճագար եղբայր, ուր է ընտանիքդ»։ Ճագար եղբայրը շուրջը նայեց ու այնպես ձևացրեց, թե լաց է լինում։ Աչքերը տրորեց ու լաց եղավ։ Բու-հու-հու։ Հետո ասաց. «Վայ, Աղվես եղբայր, տես թե ինչ է արել քո ընտանիքը։ Ախ, հենց այդպես էլ գիտեի։ Ահա թե ինչու էի վախենում իմ խեղճ երեխաներին քո ընտանիքի հետ սայլի մեջ մենակ թողնել։ Տես, քո ընտանիքը կերել է իմ բոլոր երեխաներին։ Բու-հու-հու»։ Պառավ Աղվես քույրիկն ասաց. «Ես ճագար եղբոր երեխաներին ձեռք չեմ տվել»։ Բայց Աղվես եղբայրը չհավատաց նրան, որովհետև շատ քաղցած էր։ Չէ որ ամբողջ ճանապարհին մտածում էր այդ փոքրիկ ճագարների մասին։ Ինքն էր ուզում ուտել նրանց։ Դրա համար էլ շատ բարկացավ ու Աղվես քույրիկին ասաց. «Էլ ես քեզ ուտելու բան չեմ տա։ Այսօրվանից ես քեզանից կազատվեմ»։ Ու քաղաք հասան թե չէ, նա կնոջն ու երեխաներին ծախեց, հացի տվեց։ Դրանից հետո Աղվես եղբայրն ու ճագար եղբայրը թողեցին քաղաքը ու ետ դարձան։ Բավականին հեռացել էին քաղաքից։ Աղվես եղբոր միտը մի բան ընկավ։ Ձիերը կանգնեցրեց, ասաց. «Ճագար եղբայր, ես պետք է ետ գնամ քաղաք, ծխախոտ առնեմ»։ «Շատ լավ, Աղվես եղբայր», ասաց ճագար եղբայրը։ «Ես էլ քեզ այստեղ կսպասեմ»։ Աղվես եղբայրը գնաց, հեռացավ թե չէ,
Ճագար եղբայրը մտրակեց ձիերին, սայլը քշեց, բերեց իր տուն։ Ձիերն ու սայլը գոմ տարավ, ցորենը մառանը դրեց, հետո կտրեց ձիերի պոչը, գրպանը մի քիչ ցորեն լցրեց, ետ դարձավ, գնաց այն տեղը, ուր կանգ էին առել։ Այնտեղ ճանապարհի մոտ մի ճահիճ կար։ Ճագար եղբայրը գնաց դեպի ճահիճը։ Ձիերի պոչերը գցեց ճահիճի մեջ այնպես, որ միայն ծայրերը մնացին դուրս ցցված։ Հետո ցորենը շուրջը շաղ տվեց ու սպասեց աղվես եղբոր գալուն։ Հենց որ տեսավ աղվես եղբայրը գալիս է, գոռաց. «Շուտ արա, վազիր աղվես եղբայր, շուտ արա, դեռ հույս կա, շուտ արա, դեռ ուշ չէ, ձիերդ փախան ինձանից»։ Աղվես եղբայրը վազեց դեպի ճահիճը ու մի կողմ հրեց ճագար եղբորը։ «Շուտ արա, աղվես եղբայր, բռնիր դրանց», գոռում էր ճագար եղբայրը։ Աղվես եղբայրը թռավ, բռնեց պոչերից, բայց հենց այդ ժամանակ ճահիճը բացվեց աղվես եղբոր ոտների տակ ու նա սկսեց սուզվել։ Հենց զգաց, որ տակն է գնում, փորձեց պահել իրեն ճահճի երեսին, բայց ինչքան շատ էր շարժվում, այնքան արագ էր թաղվում և շուտով ձիու պոչերի հետ միասին անհայտացավ։ Ահա թե ինչպես եղավ աղվես եղբոր վերջը։ Ճագար եղբոր ամենավտանգավոր թշնամին հաղթվեց։ Դրանից հետո ճագար եղբորն ու իր ընտանիքին այլևս ոչ ոք չէր անհանգստացնում։ Նա շատ տարիներ ապրեց խաղաղ ու երջանիկ։